Ուղիղ 5 տարի առաջ այս օրը Արցախի սահմանին կրկին արյուն էր հեղվում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Բաքվում շարունակվել է հայ գերիների շինծու դատավարությունը։ 8 ամիս անց անգամ Բաքուն Վարդանյանի մեղքն ապացուցող ոչ մի ապացույց չի ներկայացրել Free Armenians Prisons նախաձեռնության հայտարարությունը։ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան դեպքերի շարունակությունն է ներքին գործերի նախարարության խոսնակի պարզաբանումը լրագրողներին։ Խրոխտ, առնական ու ոգեղեն պարով են սկսում դասը անդոկցիները, անդոկը 10 տարեկան է։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ժամը 7:10-ի սահմաններում Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։ Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն։ 44 օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները կասեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղապահ զորախումբ տեղակայվեց։ Ադրբեջանը 44 օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիր, այդ թվում 175 զինծառայողի և 20 քաղաքացիների։ Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 44-օրյա պատերազմից 5 տարի անց հայկական Արցախը հայաթափվեց։ 2020-ի սեպտեմբերի 27-ին ուղիղ 5 տարի առաջ վաղ առավոտյան Արցախն իր խոշոր ու փոքր քաղաքներով, գյուղերով հրթիռակոծվեց։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին խաղաղ բնակիչներին, դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական կենտրոնները, հիվանդանոցները։ Հայկական զինված ուժերը մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական զորքերին դիմակայեց հակահարված տալով, պատճառելով հսկայական կորուստներ։ Հայոց բանակի տղաները զգոն էին ու կռվում էին մինչև վերջ, արյան գնով պաշտպանելու Արցախը, հող հայրենին։ 44-օրյա պատերազմի օրերին արտասահմանից մայր ու որդի էին եկել, անհամբեր սպասում էին, թե երբ պետք է իրենց առաջնագից մեկնելու հերթը գա։ Ես դիպուկահար եմ ելել, իմ տղեն պիտի գնա, էդի միանշանակ պիտի գնա։ Ջան, կպավ, կպավ։ Պատերազմում 18-20 տարեկան տղաներն էին, մեծ դժվարություններով հակառակորդի կրակահերթի տակ սնունդ բուժօգնություն էին հասցնում մարտական դիրքեր ընկերներին։ Բականատեսեվա թե 18-19 տարեկան տղաները հրետակոծող ճանապարհներով ոնց են փորձում սնունդ հասցնել, ոնց են փորձում զինամթերք հասցնել։ Այո, մամար սովորական է արդեն։ Մի հատ Հանգիստ։ Հրամանատարները, զինվորները վայրկյաններ ունեին իրենց հարազատների, բարեկամների հետ խոսելու, իրավիճակը առաջնագծում ներկայացնելու, իրենց ողջ մնալու մասին տեղեկություն տրամադրելու համար։ Հենց զանգում էր, ձենը լսում էր, լավ։ Մարտական գործողությունները իրականացնում համաձայն ստեղծված պլանի ու կատարվում է այնպես, ոնց որ կարգն է։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Հակոբյանն է, իսկական հերոս։ Արթուրի մասին շատերն են պատմում, նվիրված էր ենթականերին, սիրում էր հայրենիքը ու միշտ ամենաթեժ կետերում էր։ Ինքը միշտ ռիսկային բաներից սիրահար էր, ամեն ինչից ռիսկով բանով ու ամեն տեղ ուզում էր, որ ինքը միշտ առաջին լինի։ Արտուրի հետ միասին մասնակցել ենք հակադիվերսիոն գործողությունների,
Միշտ Արթուրը աշխատում էր առաջինը լիներ։ Արթուրն էլ ընկավ թեժ մարտի դաշտում, հերոսի անուն թողնելով Արցախյան պատերազմի իր զինակից ընկերների շարքում։ Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը Գառնիից էր, համայնքի, Երևանի ու հետո նաև Հայաստանի չեմպիոն։ Ազատ ոճի մշամարտում Արթուրը դպրոցական տարիներին հասցրել էր մեծ նվաճումներ ունենալ, չեմպիոնական գավաթների արժանանալ։ Բարախուղներ պատել հայոց լերները, մարտի դաշտում են մեր քացի ոտները։ Իսախ հռել են գետին, ոզում ասիմ ընդհանրապես մի գամ էլա թող դուխոնետ կցին մեջ։ Հայ զինվորը կռվեց մինչև վերջին շունչը։ Հայ զինվորն իր զինակից ընկերոջն աջակցում էր վիրավոր լինելով հանդերձ։ Միայն առաջ։ Մենք պայքարում ենք մեր հողերը հետ վերցնելու համար։ Եռաբլուրն այսօր էլ մարդաշատ էր։ Իրենց հարազատների շիրիմներին են այցելել զոհվածների հարազատները, բարեկամները, ընկերներն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հնարավոր էր խուսափել պատերազմից։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դժվարացավ պատասխանել հարցին։ Կարող էինք խուսափել, թե չէ, ինձ թվում է, այս հարցին ես բան չեմ կարող պատասխանել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմնական հանցագործ լինելով չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ամբողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին։ Իսկ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները կարող են լինել խաղաղության երաշխիք։ Արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից։ Այս տղաները 90-ականներին Արցախյան առաջին պատերազմում կռիվ տված առյուծ հերոսների որդիներն ու թոռներն են։ Տղաներն անպարտ էին։ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները ցույց տվեցին իրենց մարտական ոգին, իսկ հակառակորդը միայն կարողացավ իր զինվորական նորագույն տեխնիկան ցուցադրել ու այդպես էլ չկարողացավ ցույց տալ, թե ինչ է ընդունակ ադրբեջանցի զինվորը։ Հայ զինվորի սխրանքն անմահ է, նրանց անունը մեր սրտերում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն են այսօր բողոքի ակցիա անցկացրել Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք փակել են նախարարության մուտքերն ու պահանջել հանդիպում Պաշտպանության նախարարության բարձրաստիճան 4 պաշտոնյայի հետ։ Հանդիպումն այսօր չի կայացել, խոստացել են դա անել երկուշաբթի Պաշտպանության նախարարությունում ընդունելով մինչև 30 ծնողի։ Ի պատասխան անհետ կորած զինծառայողների ծնողները հայտարարել են, որ եթե երկուշաբթի էլ իրենց չընդունեն, ապա իրենք ի նշան բողոքի կփակեն փողոցները։ Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների դատավարությունը, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ նիստի ընթացքում ներկայացվել են փաստաթղթեր և ցուցադրվել մի շարք լուսանկարներ։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է դատավարության ընդմիջման ժամանակ փակ հանդիպում ունենալ իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը, դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 29-ին։ Ուղիղ 2 տարի առաջ ադրբեջանական իշխանությունները ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այսօր նրա հետ Բաքվի բանտում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանը հարցազրույցում հայտնել է, որ շատ քիչ տեղեկություններ ունի հոր պահման պայմանների մասին։ Հատկապես հիմա, երբ Կարմիր խաչը այլևս չի աշխատում Ադրբեջանում։ Free Armenian Prisons նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասված է, որ Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավարության մեկնարկից 8 ամիս անց անգամ չի ներկայացվել եւ ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն կատարած լինի։ 2023 թվական սեպտեմբեր Արցախ 44-օրյա պատերազմից հետո մեր հայրենիքի պատմության այս օրերի մասին երկրորդ անգամ գրեց Սև Թունդ թանաքը։ 2020-ի հերոսների արյունը հողին չչորացած մեր հայրենակիցները ստիպված բռնեցին գաղթի ճամփան։ Թշնամին ամբողջությամբ զավթել էր Արցախը։ Սեպտեմբեր 27-ին, այսինքն 2 տարի առաջ ճիշտ այս օրը 100,000-ավոր հայերի հետ Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանության ճանապարհին էր նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի ուժայինները ապօրինաբար ձերբակալեցին բարերար Ռուբեն Վարդանյանին, հետո եւս 7 նախկին պաշտոնյայի, նրանց տարան Բաքու, պատանդառեցին բանտերում։
սկսվեցին շոու դատավարությունները շինծու մեղադրանքներով։ Դրանք ի դեպ ներկել նկարելու հարցում ջանք ու եռանց չխնայեցին Ադրբեջանի իշխանությունները։ Ռուբեն Վարդանյանը արդեն մի քանի անգամ ստիպված դիմել է ծայրահեղ քայլի, հայտարարել հացադուլի մասին, պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել իրեն եւ ապօրինաբար պահվող մյուս բոլոր հայ գերիներին։ Առաջին անգամ նա հացը բերան չտարավ շուրջ 19 օր, ավելի ուշ պարզվեց այդ նույն ընթացքում ադրբեջանցիները խոշտանգել են նրան։ Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին, հայտնեց դաժան վերաբերմունքի արժանանալու մասին եւ դրանից հետո ադրբեջանական այսպես կոչված իրավապահները գերազանցեցին իրենց, թույլ չտալով միջազգային փաստաբան Գենսերի մուտքը Բաքու։ Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին, հատկապես հիմա, երբ Կարմիր խաչն այլևս չի աշխատում Ադրբեջանում։ Այն ինչ գիտենք, հայրս իր բանտախցում մենակ է, նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք։ Ըստ նրա ինքը լավ է եւ մեզ հորդորում է չանհանգստանալ, բայց հասկանում ենք, որ նա դա կասեր ցանկացած պարագայում։ Կարծում եմ նրա համար շատ ավելի կարեւոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր եւ մյուս 22 քրիստոնյա հայ գերիների ձերբակալության պատճառները։ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներով շուրջ 42 մեղադրանք կա հիմա Վարդանյանի դեմ, իսկ շինծու ապացույցները ներկայացված են ավելի քան 420 հատորով 105,000 էջում։ Ընդ որում Արցախի նախկին պետնախարարը դրանց ծանոթանալու համար ոչ պատշաճ թարգմանության հնարավորություն է ունեցել, ոչ էլ ժամանակ, բացի այդ նրա գործն անջատ է մյուսներից։ Ձերբակալման առաջին իսկ պահից մինչև այժմ Վարդանյանը որևէ ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։ Տեղի է ունեցել 36 դատական նիստ եւ որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել Վարդանյանի կողմից անձամբ կատարված ճակերտավոր հանցագործությունների մասին։ Ավելին նրան վերագրում են արարքներ, որոնք անգամ ժամանակագրորեն նա չէր կարող կատարել։ Դրանից զատ ցուցմունք տվող բոլոր վկակոչեցյալները նշում են, թե նրան չեն տեսել ու չեն ճանաչում, պարզապես լրատվամիջոցներ են տեղեկացել, որ նա մեղավոր է։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախապայմանագրում այդպես էլ գերիների մասին կետ չառանձնացրին, ավելին Բաքուն Երևանի առջև պայման դրեց սպիտակ թղթի ստորագրության համար հրաժարվելու միջազգային բոլոր դատական հայցերից, իսկ դրանք մարդու իրավունքների եվրոպական դատարանից մինչև արդարադատության միջազգային դատարան նաև գերիների համար եւ հարցերով էին։ Ու այսօր պատրանքային խաղաղության այս ժամանակներում Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների հարցը իբրև ձեռքի գործիք պահել ընդդեմ մեր երկրի։ Այստեղ վերջաբանի փոխարեն տեղին է հիշել Ռուբենի խոսքը, որ ասել էր ընտանիքի հետ զրույցում։ Բաքվում դատում են բոլոր հայերիս։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, ներքին գործերի նախարարության խոսնակի պարզաբանումը լրագրողներին։ Խրոխտ, առնական ու ոգեղեն պարով են սկսում դասը անդոկցիները, անդոկը 10 տարեկան է։ Շարունակում ենք թողարկումը։ Մերզավանի սպանության դեպքով մի շարք այլ բացահայտված հանգամանքներ կան, որոնք քննության շահերից ելնելով դեռևս չեն բարձրաձայնվում։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը ամենայն հավանականությամբ փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հերքելով սպանության քաղաքական վարկածը։ Արմավիրի գերեզմանատանը 341-ամյա Վալոդիա Գրիգորյանի հուղարկավորությունն էր։ Փարաքարի համայնքապետին սգո արարողության մասնակիցները վերջին հրաժեշտը տվեցին ու հավերժություն ճանապարհեցին ծափահարությունների ուղեկցությամբ։ Ակտիվորեն շրջանառվող վարկածներից մեկի համաձայն Վալոդիա Գրիգորյանի սպանությունը վենդետա է արյան վրեժ փետրվարին իր ծննդյան օրը սպանված Գրիգոր Օհանյանի համար։ Այս սպանության գործով ներկա պահին տնային կալանքի մեջ է նաև Փարաքարի համայնքապետի եղբայրը, իսկ նախապատմությունը այսպիսին է։ Այս տարվա փետրվարին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Հնչել էին կրակոցներ։ Ըստ քննության արդյունքների ամեն ինչ սկսվել էր մեքենան արագ վարելու ու չբարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունից, որին հաջորդած ծեսկրտուքի ընթացքում էլ Գրիգոր Օհանյանը ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել։ Քննության արդյունքների այս պահին արկա տվյալների
վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մեղրիցավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Սպանության ենթադրյալ հեղինակի հայտնաբերման մասին լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր ազգային ժողովի նախագահը, նշելով, որ սպանությունը տեղի ունեցել վրեժխնդրության հողի վրա։ 99% հավանականությամբ, այո, մինչ անձնային նախապատմություն ունեցող խնդիր։ Սպանության համար կասկածվում է Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը։ Իրավապահները 3 երեկոյան են ավարտել քննչական գործողությունները, ձեռնոցներ, այրված կտորների մնացորդներ ու իրեղեն այլ ապացույցներ են հայտնաբերել։ Զենք չեն գտել։ Խուզարկությունից հետո Օհանյանին ձերբակալել են։ Վարկածներից մեկի համաձայն թիրախում ոչ թե Վալոդյա Գրիգորյանն է եղել, այլ այդ օրը սպանված Արարատի մարզային վարչության քրեական օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Կարող եմ ասել, որ բացահայտ հիմնազուրկ պնդում է ցավոք սրտի նաև մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Կարեն Աբրահամյանի մասին կցանկանայի նշել, որ մեր լավագույն գործընկերներից էր։ Հանրապետությունը ցնցած սպանությանը հաջորդող օրերին պաշտոնանկություններ են եղել ոստիկանությունում եւ քննչական կոմիտեում։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արտուր Բդոյանը եւ քննչական կոմիտեի Արմավիրի վարչության պետ Հրաչյա Ղազարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի եւ նույնիսկ երգի միջոցով արտահայտել։ Նախնիների զորեղբայրն ու ոգին Անդոկը 10 տարեկան է։ Ազգային պարը հզորանալու եւ հզորացնելու առաջին զենքն է, որով պիտի զինվի յուրաքանչյուր հայ։ Խրող, տառնական ու ոգեղեն պարով են սկսում դասը անդոկցիները։ Սղերդի քոչարին է թնդում խոյահարող շարժումներով։ Անպայման ձախ ոտքի վրա ճնշում ենք կատարում զնկածալով, նոր հետ են կարծես սպարակում ենք ճնշում ենք, ուր հետ ենք գնում և բացելով հարվածում ձախ, աչ, շշեց, վերև, Այսպես ամեն օր է խմբի ղեկավարը հայկական ավանդական երգի պարի անպարտելի ոգին փոխանցում իր սաներին, բացահայտում յուրաքանչյուր պարաքայլի թաքնված տողատակը։ Հայկական պարը բեմ բարձրանալու միջոց չէ, հայկական պարը հայ արմատներին մոտենալու և աշխարհում որպես հայ մնալու միջոց է։ Ազգային մշակույթի նաև միջոց է ազգ սիրելու, հայրենիք սիրելու համար։ Ուսուցչից Գագիկ Գինոսյանից ոգեշնչված հրայրը 15 տարեկանում փոքրահասակների հետ խումբը ստեղծեց։ Նա չէր էլ ենթադրում, որ մեծանալու են միասին պարելով եւ պարը մի օր դառնալու է կյանքի մեծագույն նվիրում ու առաքելություն։ Մենք ամենաերջանիկ ազգերից մեկն ենք, որ ունենք այսքան մեծ ու հզոր մշակույթ եւ այդ մշակույթը այն մշակույթներին է դասվում, որոնք որ ունեն դասյարակիչ բնույթ։ Եվ այո, ինչպես նորից ասում են ուսուցիչը, գրոշ չունի այն մշակույթը, որը ազգ չի դասյարակում, որը ազգ չի կերտում։ Ճանաչել սեփական մշակույթն ու դառնալ կրողը։ 10 տարի առաջ հենց այս գաղափարախոսությամբ ստեղծվեց Անդոկ ավանդական երգի պարի խումբը։ Տասնամյակին ընթառաջ անդոկցիները Պարոնյանի անվան թատրոնում նոր ու բացառիկ ներկայացմամբ հանդես կգան, որը նվիրել են Հայրիկ Մուրադյանի ու Կոստան Զարյանի հոբելյաններին։ Ներկայացման ամբողջ ընթացքում զարյանական մտքերն են երկխոսելու հանդիսատեսի հետ։ Հնչելու են նաև Հայրիկ Մուրադյանի երգերը։ Ներկայացումով ցույց ենք տալու հայի ճամփորդությունը հայ ազգի կյանքում, այդպես ասած, այդ պատմության մեջ, ով փնտրում է այն ճշմարտությունը, որով պետք է կանգնենք ոտքի եւ ապրենք նորից աշխարհի վրա, որպես հայ ազգ, ինչպես արդեն 4000 տարի է։ Այստեղ խմբի ամենակրտսեր աշակերտն անգամ իր պարտքն է համարում ապրեցնել ու սերնդեսերունդ փոխանցել նախնիների զորեղ ոգին ու պարը։ Մեծ նայողները պետք է հասկանան, որ սա հպարտների, արժանապատիվների եւ հզորների իշխանների պարն է եղել։ Անդոկցիները առանձնահատուկ սիրով են պարում հատկապես հայոց իշխանների վեհ ու ազնվազարմ պարը՝ իշխանացը։ Կարծես թե ուրիշ աշխարհ տեղափոխվեմ ու
լրիվ մի այլ հոգեվիճակում եմ լինում ու ինձ շատ վեհ եմ զգում, մեծ եմ զգում, հզոր։ Իշխանած պարն եմ անսահման շատ սիրում պարում, որովհետև եւ երաժշտությունը եւ պարի պատմությունը ստիպում է հասկանալ, որ հայերը նաեւ եղել են իշխաններ եւ այդ ոգին փոխանցում է մեզ։ Հայկական ազգային պարերի մեջ կնկատեք, որ բոլոր պարերում մենք պարում ենք իրար ձեռք բռնած ու սեր տված, հա, անգամ ճկույտներն էլ եւ դա ցույց է տալիս մեր միասնականությունը, ինչը չկա ամերիկյան կամ ժողովրդական ոչ մի պարի մեջ։ Անդոկցիները համոզված են դեպի ինքնություն տանող ճանապարհին հանդիպում են հայի պարն ու երգը, որ հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն են։ Խորհրդանիշ, որ էլի ու էլի վերաիմաստավորվում է յուրաքանչյուր պարագայլով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։